Ֆուտբոլը միայն մարզաձև չէ, ֆուտբոլը միայն կիրք չէ, այն նաև բիզնես է ոչ միայն մարզադաշտերում, հեռուստատեսությունում և գովազդներում, այլ նաև միլիարդավոր դոլարների եկամուտ է, որը գալիս է ռեստորաններից, բարերից և սրճարաններից։ Ֆուտբոլի ամեն մի գոլի ժամանակ կամ վտանգավոր պահի աշխարհի տարբեր հատվածներից երկինք է բարձրանում մարդկային բացականչոցների աղմուկը։ Եթե հաշվեին, թե այդ պահին քանի մարդ է աշխարհում բղավում, այդ թիվը կհասներ 100 միլիոնների։ Այս ֆուտբոլասերները Բրազիլիայից գտնվում են 7000 կիլոմետր հեռավորության վրա, սակայն Վաշինգտոնի կենտրոնում գտնվող այս բառում մարդիկ մարզադաշտերում գտնվող երկրպագուներից պակաս չեն ցավում իրենց թիմի համար։ ԱՄՆ-ի մայրաքաղաքի Դյուպոնտի հրապարակում գտնվող այս բառում նստելու տեղ իհարկե չկար, երբ հանդիպում էին ԱՄՆ-ի և Գերմանիայի հավաքականները։ Բառի կառավարիչ Ջոն Գլիաթիսի խոսքերով, ինքն այստեղ այսքան մեծ բազմություն երբեք չի տեսել։ Տոննաներով գարեջուր և հավիթև են այդ օրը վաճառել այստեղ, խաղը մի կողմից, բիզնեսը մյուս, ասում է նա։ Նույն օրը Նյու Յորքի Buffalo Wild Wings ռեստորանի շրջակայքում երթևեկությունը եռապատկվել էր։ ԱՄՆ Գանա թիմերի հանդիպման օրը այստեղ մի քանի ժամերի ընթացքում վաճառվել է հավի 5000 թև։ Այն հանդիպումները, որոնք տեղի են ունենում Վաշինգտոնի ժամանակով ժամը 12-ից 6 ընկած ժամանակահատվածում, բարերն ու ռեստորանները լցնում էին աշխատանքից ինչ-որ կերպ խույս տված աշխատավորները, բայց դրա մասին որևէ մեկին չասեք, կատակով ասում են ռեստորանատերերը և իրենք ֆուտբոլասերները։ Նույն օրերին այս ռեստորաններն ու բարերը իրենց հաճախորդներին նախապես համացանցի միջոցով տեղեկացնում են տվյալ օրվա կերակրատեսակների և զեղչերի մասին, և այս մի քանի օրերին, երբ աշխարհի խաղերը դեռ շարունակվում են, այստեղ ծախսվելու է 1.5 միլիարդ դոլար։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։